Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում հավատում եմ, չեմ հավատում, մեծագրագիտության խաղն է։ Ես Նանե Մանասյանն եմ, փաստեր ստուգող լրագրող։ Մեր հերթական թողարկման հյուրը լրագրող, բլոգեր Զարա Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Սիրով։ Զարա, մինչև խաղին անցնելը, գիտեմ, որ փորձառություն ունեք լրագրության ոլորտում եւ ուզում եի ուղղակի համատականներ անցկացնեիք բլոգերության եւ լրագրության միջև։ Այս երկու աշխարհները զուգահեռ են եւ արդյոք լավ բլոգերը կարիք ունի լրահոսին տեղեկացված լինելու, թե դրանք այնքան էլ անհրաժեշտ կրիտերիաներ չեն։ Դե նայած բլոգի թեմատիկան, որովհետեւ եթե որոշակի սոցիալական հարցեր ես բարձրացնում, օրինակ ինքս ավելի սոցիալական ուղղվածության այն բլոգը, այս դեպքում կարևոր է, որովհետեւ եթե անգամ ես ինչ-որ բան չեմ տեսնում, դե հիմա ասած շատ բուրըն իրադարձություններ են, կարող մի օր ընդհանրապես sense դետոքս անեմ սոցցանցերից ու հաջորդ օրը տեսնեմ նամակներ Instagram-ի, թե ինչքան բաներ է կատարվել, բա ինչի ես դեպքին չեք անդրադարձել, բա այս թեման, բա այն մեկը, ու sense ասում, հա, փաստորեն լրագրությունից չեմ փրկվել, անգամ դուրս գալով որպես այդպեսին ոլորտից, բայց հիմնականում ինձ շատ է օգնում լրագրողի կրթությունը եւ նաեւ այդ հմտությունները բլոգում հնարավորինս մատչելի եւ հնարավորինս գեղեցիկ ձևակերպումներով նյութերը հասցնեմ։ Ֆիքսեցինք, որ լրագրությունը լավ հիմք է որակյալ բլոգերի կոնտենտ ստեղծելու համար։ Եվ արդեն անցնենք մեր խաղին, տեսնենք ինչքանով եք հետևել վերջին շրջանում տարածված լուրերին։ Նախքան խաղին անցնելը ես մի փոքր ներկայացնեմ մեր կանոնները, հնչելու է 5 հարց բարդության տարբեր մակարդակներով, դրանք լուրերի տեսքով են լինելու։ Ես կարդալու եմ լուրը, դուք պետք է պարզապես ասեք, հավատում եք թե չեք հավատում, եւ նաեւ մի փոքր պետք է միասին վերլուծենք ինչու ենք հավատում կամ ինչու չենք հավատում, եւ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում վաստակելու եք միավորներ կախված հարցի բարդությունից։ Հիմա առաջին հարցն է, որը հեշտ հարց է եւ մեկ միավոր կվաստակեք, եթե ճիշտ պատասխանեք։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Շատ լավ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տարածել է լուսանկար, որում երևում են Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը եւ Ջեֆրի Էփշթեյնը գրկախառնված։ Այս մասին գրել է Դոկ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Ես պետք է ասեմ հավատում եմ, որ ինքը գրել է թե չէ, թե լուրի իսկությանը։ Չէ, լուրը միանշանակ չեմ հավատում, կեղծ լուրեր են։ Ինչու՞։ Միթե Վարդան Ղուկասյանը չի կարող ճիշտ լուր տարածել։ Չէ, բնականաբար ես նման բան չասեցի, բայց Էփշտեյնի հետ կապված այնքան sense ապատեղեկատվությունից վերջերս տարածվեց, այսինքն որքան մասը ճիշտ էր, մի այդքան էլ հորինված էր։ Կարծում եմ Դոնալդ Թրամփի անունը շահարկվեց, բայց Մելանիա Թրամփը զերծ է եղել այս ամեն ինչից։ Հուսամ Մելանիա Թրամփն էլ չկա այդ հայտնի ցանկում, չեմ հավատում։ Օրինակ, որ այս լուրը ստուգելու հնարավորություն ունեիք, ինչ աղբյուրների օգնության կդիմեիք։ Դե ամերիկյան լրատվամիջոցներում կփորձեի պրպտել, եթե վստահ եմ, եթե սա ճիշտ լիներ, սկսած Guardian-ից եւ այլն, ինչ-որ հրապարակումներ կանեին միանշանակ, երևի թե հիմնականում անգլալեզու տիրույթում կփորձեի փնտրել, հետո ֆակտ չեք կանեի, կամ դե հա, բնականաբար նաև Ֆրանսիայի նախագահի անձնական էջերը հենց այդտեղից կսկսեի, բայց ընդհանուր կողմտածեի, եթե հավանական ինչ-որ բան լիներ, կողմտածեի կողմ հեռացրել է ինչ-որ աղմուկ ա եղել եւ այլն, բայց չէ, միանշանակ սա կեղծ լուր է։ Եվ լուրնակեղծ եւ այն, որ Մակրոնը այսպեսի բան կաներ։ Այո, դուք ճիշտ եք եւ վաստակեցիք մեկ միավոր։ Հատկանշական է, որ այս լուսանկարը իհարկե Photoshop է, տարածողը գրել էր, որ սա Photoshop է եւ մի փոքր հումորային կոնտենտ էր ներկայացրել, այսինքն նրանք, ովքեր ուշադիր կարդային, անպայման կհասկանային, որ այո, կեղծ լուր է։ Շատ լավ Զարա, վաստակեցիք մեկ միավոր։ Հիմա անցնում ենք երկրորդ հարցին։ Դարձյալ վերաբերվում է սոցիալական ցանցերին։ Ուշադրություն։ TikTok-յան էջերում տարածվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառման էկրանապատկերը, որում նա հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին մեղադրել է եթովպացիներից դրանք գողանալու մեջ։ Չէ, սա սուտ է մի քանի պատճառով, նախ այն պատճառով, որ եթե այսպիսի բան իրապես գրված լիներ, հիմա պատկերացնում ենք ինչ մակարդակի բում էր եղել, այստեղ կա բանալի բառ այսպես կոչվող ստեղծողը ճակերտների մեջ, չեմ կարծում ամեն դեպքում երկրի ղեկավարը այսպիսի բան գրեր, ցավում եմ մարդկանց համար, ովքեր կարող են հավատալ այս կարգի ինֆորմացիային, ակնհայտորեն սուտ է։
Շնորհավորում եմ Զառա, վաստակեցիք եւս երկու միավոր։ Իհարկե սա կեղծ լուր է եւ մեր հեռուստադիտողներին խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել աղբյուրին։ Սա գրել է ընդհանրապես TikTok-յան էջ եւ եթե այո երկրի ղեկավարը այդպիսի սկանդալային գրառում առածներ, հավանաբար մենք կհանդիպենք նաեւ այլ ԶԼՄ-ներում կամ այլ օգտատերերի մոտ։ Այո, սա կքննարկվեր ամբողջ հանրապետությունում։ Շատ լավ։ Մարդիկան ովքեր Photoshop-ի գոյություն դեռ իրենց համար չեն բացահայտել, ասում են, տեսել եմ, էկրանի վրա տեսել, իմ աչքով եմ տեսել, հիմա կարող է մարդիկ լինեն, որ մտածեն, էջը, այդտեղ րոպեն ամեն ինչ շատ իրատեսական է եւ գուցե մեծագրագիտության խնդիր կա ու մտածեն, որ այո, նման դեպքերում միշտ պետք է գնալ վարչապետի էջում փնտրել, եթե նույնիսկ այնտեղ չկա եւ կասկածում ենք հեռացված է թե չէ, այլ լրատվամիջոցներում կամ աղբյուրներում։ Եթե դա մեկ աղբյուր է եւ այդպիսի սկանդալային տեղեկություն է, ուրեմն կասկածել անպայման պետք է։ Ունեք 3 միավոր, ձեր մասնագիտությունը ձեզ շատ օգնում է եւ կանխատեսում եմ, որ հնարավոր է դառնաք առաջատարը այս մրցաշարի։ Անցնենք երրորդ հարցին։ Կենտրոն TV-ն եւ մի շարք հայկական ԶԼՄ-ներ, նաեւ հոգեվորականներ պնդել են, որ Հռոմի Լևոն 14-րդ պապը հայկական արմատներ ունի։ Սա ինչ-որ շատ իրատեսական բան է։ Որ կարող էին այդ մի շարք լրատվամիջոցները ԶԼՄ-ները մի քիչ խաբուսիկ են, որովհետև կարող այնպիսի լրատվամիջոց հայտնել, որ կարող էր fake լուր տարածել։ Ես եմ, այս ռոշորջ պետք է մի քիչ մտածեմ։ Ինչ-որ տեղից սա թե Կենտրոն TV-ն օրինակ հայտնել է լրատվականով։ Նրանք հիմնվել են Facebook-յան ինչ-որ բլոգերի վրա, Թուրքիայում ապրող, որը պնդել է, որ Հռոմի պապի արմատները ցկվում են մինչև Օսմանյան կայսրություն, որտեղ ապրել են հայեր եւ նրա նախնիները հենց այդ հայերն են եղել։ Գործում ճիշտ է սա ինչ-որ չափով։ Ինչ-որ չափով չէ։ Հնարավոր է, որ օրինակ փաստերի ստուգում որպես այդպեսին չի արվել, լուրն էլ ինքը հաստատ կլիկ բերող է։ Գործում եմ դա հնարավոր է, որ այսպիսի բան արած լինեն։ Այսինքն դուք հավատում եք նրան, որ այս լրատվամիջոցները այսպիսի լուր են տարածել, թե դուք հավատում եք նրան, որ Հռոմի պապը ունի հայկական արմատներ։ Չէ, ես հավատում եմ, որ լրատվամիջոցները այսպիսի բան կարող են տարածել։ Այո, դա ճիշտ է, լրատվամիջոցները սա տարածել են։ Իսկ Հռոմի պապի հայկական արմատների մասին ինչ կասեք։ Չէ, գործում եմ չունի հայկական արմատներ, վստահաբար կան բլոգերներ, որոնց ես հետևում եմ, ովքեր շատ հետաքրքիր կոնտենտ են անում հենց այսպիսի թեմաների հետ կապված, եթե այսպիսի բան լիներ, ինձ թվում է ես կիմանայի հաստատ։ Օրինակ, ինչպես կստուգեիք այս տեղեկատվությունը, ինչ ռեսուրսներից։ Հիմա փաստերի ստուգման մի հատ մեթոդ եմ գտել ինձ համար, չասեմ հենց ChatGPT-ով եմ ստուգում, չէ, բացարձակ ինչ որ մի բան երբ որ գրում եմ, ուզում հասկանամ դա ճիշտ է թե չէ, նրան ասում ամենավստահելի ինչ-ինչ ստանդարտներով, ամենավստահելի մի քանի աղբյուրներից խնդրում եմ ինձ տրամադրիր լինքեր։ Երևի սկզբում այսպես կանեի, հետո լինքերի հետքերով կգնայի, կփորձեի հասկանալ այս տեղեկատվության մասշտաբը, եթե այսպիսի բան լիներ ամեն անկյունից Հայաստանում սա կհնչեր, երևի թե այս տարբերակով կստուգեի ավելի շատ։ Ահա, իսկ ուղղակի Հռոմի պապի պաշտոնական կայք կամ Վատիկանի պաշտոնական կայք կայցելեիք։ Չեմ կարծում այնտեղ այսպիսի ինֆորմացիա տեղ գտներ, որ օրինակ չեմ պատկերացնում ինչպիսի նյութ պետք է լիներ, որ օրինակ գրված լիներ, որ Հռոմի պապի արմատները հայկական են։ Ուրեմն չեք հավատում։ Չէ, չեմ հավատում։ Շատ լավ, սա ճիշտ պատասխանն է Զառա, վաստակեցիք եւս 3 միավոր, բայց ինչպես է ստուգել հայ փաստեր ստուգողները շատ սովորական ձևով վերցրել են պաշտոնական կենսագրությունը եւ նաեւ բաց աղբյուրներում, արժանահավատ աղբյուրներում Հռոմի պապի կենսագրությունը եւ ողջել, որ այնտեղ հայկական ոչինչ չի եղել։ Շնորհավորում եմ եւ անցնենք 4-րդ հարցին։ Հարցերը գնալով բարթանում են։ Դե մենք հուսով ենք, որ ձեզ համար կբարթանան հարցերը մի փոքր եւ կկարողանանք ձեզ շփոթեցնել եւ այսպես։ Ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք 4 միավոր։ Գնացինք։ Ռուսաստանի կառավարությունը 2 միլիարդ ռուբլի է հատկացրել Մոսկվայում ինտերնետն անջատելու համար։ Այն որ Կրեմլը կարող էր նման բան անել, սա շատ հավանական է, որտեվ չգիտեմ, օրինակ ազատ Wi-Fi-ից
տվելը բավականին հասանելի էր տարբեր հարթակներում, տարբեր բլոգերների մոտ ինֆորմացիա տեսա, որ սա ռեալ հնարավորություն է տալիս մարդկանց վերահսկելու, երբ որ իրենք մետրոյում անվճար Wi-Fi-ին են կպնում, մտնում են ինչ-որ կայքեր, հնարավոր է լինում ստուգել, թե իրենք որտեղ են մտել եւ այլն, ինչ-որ սենց լուր աչքովս ընկել է, ինչ-որ հավաստի աղբյուրներում, ինձ մի քիչ ուրիշ բան է լուրի մեջ անհանգստացնում, ինչ մեխանիզմով պետք է օրինակ արգելափակեին, ինչքանով ասա իրատեսական, այն որ կարող էին նման բան անել, հա, միանշանակ, բայց ստացվել է թե չէ, մի քիչ տեսեք, կեղծ լուրեր տարածողները միշտ հիմնվում են նրա վրա, ինչ որ մեկի մասին կեղծ լուր տարածելուց կամ ինչ որ բանի մասին, որ մարդիկ հակված են հավատալու, որ այս մեկից այս բանը սпасելի էր։ Նրանք շատ լավ շոշափելով տրամադրությունները, մարդկաց ակնկալիքները կարող են տարածել կեղծ լուր, վստահ իմանալով, որ մարդիկ տվյալ անձից կամ տվյալ պետությունից նման արարք սպասում են։ Դա որքանով է հիմք։ Ես փորձում եմ մի քիչ sense վերլուծել, որ այն որ դա իրատեսական է, օրինակ վստահ եմ Կրեմլում մարդիկ կլինեին, որը կասեն, եկեք բոլորի վրա անջատենք ինտերնետը, բայց պրակտիկայում սա հնարավոր է իրականացնել թե չէ, ես մի քիչ այս կողմով եմ ավելի տատանվում։ Ինձ թվում է ամեն դեպքում սա կեղծ է այս լուրը, կեղծ չի։ Հետևելով շատ sense հետաքրքիր բլոգերների, նաև ռուսական կոնտենտ, ովքեր վաղուց էլ Ռուսաստանում չեն ապրում, շատ հետաքրքիր նյութեր բացահայտում ես քեզ համար, որ առաջին պահից կարող աբսուրդային թվա, որ sense բան հնարավոր է, դա մի քիչ փորձում հասկանալ։ Լավ, եկեք շանս տանք եւ չհավատանք։ Սա ճիշտ պատասխանը չէր, կորցրեցիք 4 միավոր, այո, Ռուսաստանը արգելափակել է ինտերնետը Մոսկվայի կենտրոնում հատկապես եւ Մոսկվայի բնակիչները կատակում էին, որ իրենք էլ հնարավորություն ունեցան միանալու Ռուսաստանի մնացած հատվածին, վատ ինտերնետով կամ առհասարակ ինտերնետի բացակայությամբ։ Դա իրատեսական էր ամեն։ Եվ տարօրինակներն է, որ ամբողջ հենց հատկապես Instagram-յան սեգմենտը սոցիալական ցանցերի լցված էր բողոքներով, որովհետեւ մենք գիտենք, որ Instagram-ը նաև բիզնես նպատակներով է օգտագործվում եւ մարդիկ անգամ վարսավիրանոց գնալու համար գնում եւ այն հին մեթոդներով օր եւ ժամ էին վերցնում։ Այսպեսի բաներ, կորցրեցիք 4 միավոր։ Ոչինչ, փաստորեն հարցերը իսկապես բարդացան։ Այս անգամ մեր ակնկալիքներն արդարացան եւ անցնենք 5-րդ հարցին, վերջին հարցին, ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք 5 միավոր։ Հայաստանում մինչև 2021-ից 26 թվականը խոստացված 17 ջրամբարից միայն մեկն է կառուցվել։ Հետևում եք քաղաքական գործիչների խորհուրդներին, հատկապես կառավարության եւ իշխանության, կներեք խոստումներին։ Հա, խորհուրդներն միանշանակ չեմ հետևում։ Խորհուրդները իրականում որպես ինձ համարում եմ գիտակից քաղաքացի եւ կարծում եմ, որ որպես քաղաքացի պետք է որոշակիորեն տեղյակ լինենք, թե ինչ են ասում, ինչ են խոսում ընդհանրապես։ Ես չէ, ինձ թվում է սուտ է։ Փաստեր ստուգողների ամենասիրելի աշխատանքներից մեկը բոլոր քաղաքական գործիչների խոստումները գրելն է եւ դրանք ժամանակի քննության միջով անցկացնելն է կամ իրողությունների քննության միջով անցկացնելն է։ Եղել այդ որ խոստում, որը երբևէ ստուգել եք դուք անձամբ որպես քաղաքացի, ոչ լրագրող։ Օրինակ խոստացել էին սա, բայց չեն արել։ Կամ արել են։ Չէ, ինձ թվում է այդպես չեմ ստուգել որպես այդպեսին, որովհետև սիրում եմ երկկողմանի ասենց ունենք հստակ բևեռացված նաև լրատվամիջոցներ, դրա համար այս մի կողմին կարդալուց հետո ամեն դեպքում մի հատ այս կողմին էլ ես կարդում, եթե այսպիսի բան լիներ, ինձ թվում է աչքովս ընկած կլիներ, կարծում եմ չկա այդպես բան։ Ասում եք ձեր աչքով ընկած կլիներ, բայց այս թեման որքան ընդհանրապես թեմաները լուրջ են, այնքան քիչ են մարդիկ դրանցով հետաքրքրվում եւ լրատվամիջոցներն էլ այնքան քիչ են դրանց մասին գրում։ Ջրամբարները կարևոր թեմա են, բայց դրանք երբեք չեն հայտնվում դրահոսում որպես ամենապահանջված լուրեր։ Գուցե եւ չէ, բայց ես հետևում եմ ինչ որ լրատվամիջոցների Հայաստանում, որոնց բավականին վստահում եմ, եթե իրենք էլ չեն գրել, չգիտեմ, ուրեմն պետք է իրոք sense խորացված նայեի եւ փորձեի ստուգել, բայց չէ, ամեն դեպքում, չգիտեմ, փորձում եք ինձ նախորդ հարցի նման շեղել թե ոչ, բայց ինձ թվում է կեղծ լուրը չգիտեմ։
Կորցրեցիք 5 միավոր Զառա, այս լուրը համապատասխանում է իրականությանը, այս դրա մասին գրել է ընդամենը 1 լրատվամիջոց, փաստերի ստուգմամբ զբաղվող, եւ դա հերթական գույքագրված խոստումներից էր, որի հետքերով գնացել են փաստեր ստուգողները ու պարզել, որ խոստացել են 17 ջրամբար, բայց շահագործման է տրվել ընդամենը 1-ը, իսկ մյուսը դեռ կառուցման փուլում է եւ չգիտենք երբ կավարտեն։ Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար Զառա ջան, 6 միավոր վաստակեցիք, ինձ շատ հետաքրքիր էր, որոշ դեպքերում իդեալական փաստերի ստուգում էի կանում, կային լուրեր իհարկե, որոնք իրականությանը մոտ չէին կամ չէինք ուզում ընդունել այդ իրականությունը մերժել այդ պատճառով հավատացինք կամ չհավատացինք, շնորհակալություն շատ հետաքրքիր խաղի համար։ Սիրով, մի քիչ նախորդ հարցին շեղվեցի։ Այս հարցը իրոք չգիտեի, բայց նախորդը մի քիչ հնարավոր եղավ ինձ շեղել, բայց իրականում առիթը օգտագործելով ասենք, որ իրոք կարևոր են փաստերի ստուգումը ու եթե անգամ այս կամ այն լուրին ինքս սխալ պատասխանեցի, վստահաբար, մինչև դա հանրայնորեն ասելը կամ այդ լուրը ասած ինֆորմացիան այսպես ասած սպառելը միանշանակ մի քանի աղբյուրներով ինքս կստուգեի, որովհետև շատ կարևոր է թե մենք ինչ ենք կարդում, ինչ ինֆորմացիա ենք սպառում, դա ազդում է առհասարակ թե մեր առօրյայի վրա, թե ուղղակի մեր ընկալումների վրա եւ որոշումների վրա։ Հա, իհարկե անպայման։ Եվ Զառա ջան, փոքրիկ նվեր ունենք ձեզ, Աննա Դավթյանի խանագիրքը, ձեզ բարի ընթերցում։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն մասնակցության համար։ Բուն TV-ի եթերում հավատում եմ, չեմ հավատում, մեդիագրագիտության խաղն էր, մեր տաղավարում լրագրող բլոգեր Զառա Ղազարյանն էր, իսկ մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ստեսություն։